Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Նիկոլ Փաշինյան, դու պարտավոր ես հիշել, որ քանի դեռ զբաղեցնում ես ՀՀ վարչապետի պաշտոնը, իրավունք չունես վիրավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քանի որ բոլորի վարչապետն ես, ոչ թե միայն քո կուսակցության ընտրողների։ Այն քաղաքական ուժերի ընտրողների մեջ, որոնց նա այսօր վիրավորում է, կան հազարավոր հարկատուներ, մարդիկ, որոնց նա երեք անվանում էր հերոս։ Հիմա ինչ է ստացվում։ Հերոսը միայն ԿՊԱ-կան ընտրող հարկատուն է, իսկ մյուսները այլևս արժանի չեն հարգանքի։ Ես որպես ընդդիմադիր քաղաքացի, ով ձեր կառավարման տարիները համարում եք կործանարար Հայաստանի համար, չեմ ընտրելու ձեզ։ Ես ընտրելու եմ ընդդիմությանը, եւ ձեզ ոչ ոք իրավունք չի տվել վիրավորել ինձ եւ իմ նման հազարավոր քաղաքացիներին։ Քաղաքակիրթ երկրներում նման պահվածքը ունենում է հստակ քաղաքական հետևանք, հրաժարական։ Մինչդեռ դուք ձեր այս հայտարարությամբ եւս մեկ անգամ ցույց տվեցիք, որ Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ խնդիրներ ունի, որովհետեւ վիրավորում եք մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը։ Նույն տրամաբանությամբ ես էլ կարող եմ վիրավորել ձեր ընտրողներին, բայց այդ դեպքում դուք անմիջապես գործ կհարուցեք, չէ՞։ Իհարկե, որովհետեւ սա է ձեր բարեփոխված արդարադատությունը։